տարիներ շարունակ մի արևելագույն երևույթ է գոյություն ունեցել, որ այստեղ թույլ մասնագետները կամ բժշկական որևէ սխալի դեպքում, այսպես ասած, ակտորվել են մարզային բժշկական հիմնարկներում աշխատելու։ Առողջապահության նախարարությունը այս միջոցառումներից հետո որքանով է հետևողական լինելու հենց այս մասով։ Հետո չի լինելու, առողջապահության նախարարությունը մշտապես էլ հետևողական է եւ բոլոր այն դեպքերում, երբ որ մասնագետը ունի խնդիր մասնագիտական գործունեություն իրականացնելու, մենք հետևողական ենք, որ որևէ բժշկական կենտրոնում դա կլինի մասնավոր, պետական, մարզային թե մայրաքաղաքային, նա չի իրականացնի։ Այստեղ կարծում եմ մեր դիրքորոշումը հստակ է, բայց շարունակելով նաեւ շատ այս հարցի կոնտեքստում եմ ուզում ասել, թե ինչքան կարեւոր է մեկ մարզի շրջանակներում ունենալ մեկ կազմակերպայրավական միավորում, որովհետև տեսեք, Սյունիքի օրինակի վրա բերեմ, մենք ունենք շատ նեղ մասնագետներ, որոնք որ պիտի հոսք ունենան պացիենտների եւ մասնագետը, որպիսի օրինակ սպասարկի մի քանի վիրահատությունների այսպես հավաքագրվի պլանային եւ այդ սպეციფიկ վիրահատությունները իրականացվեն, դժվար է միայն Գորիսի բժշկական կենտրոնի համար նման մասնագետ պահելը։ Եվ մեր նպատակն է, որ այս միավորումների արդյունքում մենք ապահովենք, որ մասնագետները Կապանից, Գորիսից, Սիսյանից եւ Մեղրիից շատ հեշտությամբ ծառայությունները կարողանան մատուցել հենց տեղում, քանի որ արդեն չենք ունենալու մեկ ՓԲ-ից գործուղել մեկ այլ ՓԲ։ Սա է, եւ մենք մեր մյուս օրինակների վրա միավորման սա շատ լավ տեսնում ենք։ Այսինքն մենք մեր նպատակն է նպատակային կրթական ծրագրերի շրջանակներում ել ավելի մեծացնել որակյալ մասնագետների ներգրավումը մարզերում, այս միավորումների շրջանակներում այս խնդիրը ավելի հեշտ կլինի լուծել եւ կարծում եմ որակի առումով մեր քաղաքացիները ավելի գոհ կլինեն։